Շփոթմունքից պետք է կարողանալ ժամանակին դուրս գալ ամենատարբեր իրավիճակներում, պետք է լինել adekvat եւ գիտակցել, որ խաղաղությունը լինում է մարդու ներսում։ Մենք չենք խոսում իհարկե պատերազմական իրավիճակների մասին, որտեղ այդ ժամանակ ընդհանուր առմամբ խաղաղություն չկա։ Բայց եթե մենք անդրադառնում ենք տարատեսակ հոգեբանական իրավիճակների, եթե մարդը չունի իր հետ ներդաշնակություն, այո, ինչքան էլ զարմանալի լինի, որ չնայած մենք մասնագիտական տեսանկյունից ասում ենք սեքսուալ ներդաշնակություն, որը ենթադրում է տղամարդ, կին կամ ընդհանրապես երկու անձնավորությունների միջև ներդաշնակություն, որի արդյունքում նրանք կկարողանան ապրել բավարար եւ նորմալ սեռական կյանքով, ներդաշնակություն պետք է լինի նաեւ ներդաշնակություն պետք է լինի մարդու եւ իր մեջ ապրող իր հոգու հետ պետք է լինի ներդաշնակությունը։ Քանզի եթե ձեր մեջ փոթորիկներ են պատտվում անընդհատ, եթե ձեր մեջ քամիներ են պատտվում անընդհատ, դուք չեք կարող լինել լիարժեք առողջ։ Հոգեպես համենայն դեպս չեք կարող լինել առողջ։ Սա կոչվում է, սա խորանալու է, առաջանալու է տագնապ, առաջանալու են տարբեր տեսակի վախեր, ֆոբիաներ, որոնք խորանալու են, ի վերջո շատ ավելի վատ պրոցեսներ սկսվի։ Վերջի տարբեր տեսակ հոգեբուժական խնդիրների հիմքը կազմում են էնդոգեն պատճառներ, այսինքն պատճառներ, որ մարդու ներսում են թաքնված։ Կարողանալ ապրել ինքներս մեզ հետ խաղաղ եւ համերաշխ, սա կամքի ուժ է պահանջում առաջնահերթ, եւ սա պահանջում է սթափ գիտակցություն, այսինքն յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ժամանակին կանգ առնի եւ հասկանա, որ եթե ինքն իր վրա չի աշխատում, ինքն իր համար ոչինչ չի անում, ոչ մեկ իր փոխարեն դա չի անելու։ Երբեք պետք չի ուրիշներին պատմել ձեր խնդիրները։ Մարդկանց որոշակի մաս ձանձրանում է, որ դուք պատմում եք ձեր խնդիրները իրան, մնացած մասը ուրախանում է, որ դուք խնդիրների մեջ եք։ Եթե դուք մտածում եք, որ ձեր հոգում կատարվող խառնաշփոթ իրավիճակները ձեր ընկերոջը սրան նրան պատմելով հարցին լուծում եք տալիս, չկա նման բան, մոռացեք, հարցը չի կարող նման ձև լուծում։ Դուք, այսինքն, երբ որ դուք ձեր խնդիրները անվերջանալի պատմում եք ինչ-որ մեկին, նշանակում է դուք չեք ուզում ձեզ նեղություն տաք, այդ հարցին լուծում տաք եւ ուզում եք անդադ դա պատմեք ուրիշներին, որպեսզի իրանցից մի հատ բան հեշտ խորհուրդ լսեք, որ այդ դրանով առաջնորդվեք, նման ձևով հարցերը լուծում չեն ստանում։ Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա աշխատանք տանել ինքն իր վրա, կարողանալ հասնել կատարելության։ Կատարելությանը, երբ դու ապրում ես ինքդ քո հետ հաշտ ու համերաշխ, երբ դու ինքդ քո հետ չես կռվում, որովհետև կռվել կարելի է բոլորի հետ, աշխարհի հետ, մարդկանց հետ, կենդանիների հետ, TikTok-ում լայվի ժամանակ կարելի է ամենտեղ, բայց պետքա ինքդ քո հետ հանգիստ լինես։ Ինքդ քո հետ պետքա կռիվ չտաս, որտեղ ինքդ քո հետ կռիվը արդեն տանում է դեպի հոգեկան անկայունություն։